սկեցա։ Մարդս լավ եք։ Ես ինչ սրեմ մասեր։ Մաշին երկավ տապան։ Դժվար օրեր ենք քաշել, 3 սուտկա ճանապարհին ենք եղել անձրևի տակ։ Սոված, ծարավ, դե հեշտ չէր։ Դժվար էր, դժվարությամբ դուրս եկանք տնից։ Առաջի երթին գնացինք Գորիս մնացինք, նոր տեղից ուղարկեցին մեծ տեղ Ամասիա։ Տարա մեզ պարտեզում մանկապարտեզ, դեղ էինք մնում 2-3 օր դեղ էինք մնացել, բայց շատ լավ ընդունել են մեզ, դիմավորել են։ Նոր արդեն վարձովտում են ճարել ստեղ կմնամ։ Կտամ 55,000 վարձը։ Ցուրտ, նամ, խոնավ, դրամա երեխեքս շուտ կհիվանդանան, ջերմություն կտան։ Եթե պլիտան չվառեմ, ստեղ ցուրտ է սարդամանիկ։ Օվսաննա ջան, քանի հոգով եք ես 7 Ես 7 երեխես, մենք էլ ես։ Ամուսինը ձեզ հետ չէ։ Չէ, արդեն 3 տարի կլարանա, ամուսինս իմ հետ չի։ Իր մամայի, մենք էլ քրոջ պես հետ կապում։ Ինչպես հարմարվեցիք այստեղ, արդյոք նմանություններ գտնում եք Արցախի հետ։ Քիչում նմանություն, հա, գտնում ենք։ Արցախում, ուղղակի Արցախում դեռ հեշտ մի բան փախ չէինք տալիս, թե սնունդի, թե հենց բաների, բանջարեղեն, պանուր, պատեզ, բաներ, ֆրուկտեղենի։ Դեռ вообще ես փախ չէի տալիս։ Մեր բոստանից, հələ վաճառում էինք մենք։ Ստեղ արդեն հաղկով ասախ։ Առաջ 40+10 ստանում էի, հասցնում էի։ Թե հագուստի, թե սնունդի։ Մենք հիմա 30,000 են սարքել, 10,000 կստանամ, անջախ կոմունալ վարձ կտամ։ Արդյոք դուք էլ եք ստանում այն տպավորությունը, որ իշխանությունները Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հարցերից լվացել են ձեռքերը։ Դուք այսօր փաստացի մնացել եք ձեր խնդիրների հետ միայնակ, տեսանք, որ նույնիսկ այդ աջակցությունները կամաց սկսեց նվազեցնելը, ինչ եկամուտ ունեք այս պահի դրությամբ, ինչ օժանդակություն եք ստանում։ Եկամուտ ես չունեմ, նպաստ կստանամ, 72,000 նպաստ կստանամ, մենև անջախ նորմալ չեմ էլ հասցնում, որ երեխեք հագուստա, կոշկա կամ վառելիք առնեմ, հեշ մի բան, օգնություն տալիս էին առաջ, իմ երեսականի ամսը էլ վաբշե օգնություն չեն տալիս, չեմ ստանում, սաղ առնովի է, վերյասյա կառնեմ, աջակցությունը որ կտամ, տամ վարս կոմունալ, մենք էլ հագուստի, խանութի պարտ կտամ, վաբշե չեմ հասցնում, դաժեսկի վառելիք առնեմ։ 7 երեխա ունեք։ Հա, Ինչքան է մեծը, փոքրը։ Մեծս 15, 27-ին 15 կդառնա, երկրորդ աղջիկս 13, 11 տղաս։ Ամեն աղջիկս 10, 6, մանկապարտեզի աղջիկս 3 տարեկան, այս ամենափոքրն էլ տարուկես, 1 տարեկան 6 ամսեկը։ Այս փոքր աղջիկը այստեղ եմ ունեցել, հա, Ամասյանցի է։ Այստեղ ծնվել։ Արցախում ինչով էիք զբաղվում, աշխատում էիք։ Միայն հողագործություն։ Հա։ Բանգործ, հողագործություն։ Տենց։ Ոչտեղ չեմ աշխատում։ Ունեք հույս Արցախ վերադառնալու։ Հա, ունեմ հույս, այդ հույսս էլ կա։ Եվ կմնա։ Իսկ լսել եք Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ ասում է, քանի դեռ մեր իշխանությունն է իշխանության, մեր օրակարգում չկա արցախցիների վերադարձը Արցախ։ Ինչպես եք վերաբերվում նրա այս հայտարարությանը։ Չգիտեմ։ Լսել եմ, բայց դե հույսով եմ, որ կվերադառնանք Արցախ։ Հույսով եմ։ Մտածում եք, որ Նիկոլ Փաշինյանի որոշելիքով չէ ձեր Արցախ վերադառնալ կամ չվերադառնալը։ Ինչպես եք տեսնում այդ դեպի տուն ճանապարհը։ Դե պարզ է, որ ռազմական ճանապարհով մենք
այսօր այդ հնարավորությունը չունենք։ Ինչպես եք պատկերացնում։ Չգիտեմ ինչ ասեմ։ Բայց հույսը չեք կորցնում։ Հույս չեմ կորցնում, բայց դե որ այսպես շարունակվեց, արդեն հույսը կորցնեմ հետ կտանամ Ղարաբաղ։ Դուք Արցախում նաև բլոկադայի 9 ծանր ամիսներ եք ապրել։ Այդ ժամանակ արդյոք մտածում էիք, որ այս ամեն ինչը վերջն է, որ կդատարկվի Արցախը, որ այդ ամեն ինչը մեծ խաղի մի փոքր մասն է։ Արդյոք ունեիք այդ ժամանակ այդ մտավախությունները, թե մտածում էիք հերթական փորձություն է։ Մտավախություններ ունեի մտավախություններ, ունեի այն որ ասի բլոկադայի վաղ ժամանակ որ ծնունդը վերջանա, ես ոնց պիտի պահեմ այս երեխեքին, հեշտ չի։ Այն շախ արդեն միասին ենք մնում կիսորս, ամուսինս, դրա որով տալիս էր մնում մեր հետ, իր երեխեքի հետ։ Շատ դժվար էր։ Դժվար օրեր ենք քաշել, բայց դե չեմ թողել երեխեքիս սոված вообще։ Արցախից ինչ հիշողություններ եք ձեզ հետ բերել եւ ինչ զգացողություններ էր ձեզ համար, երբ Հակարեի կամուրջը անցաք։ Շատ արցախցիներ այդ ճանապարհը համեմատում են դժոխքի ճանապարհի հետ, շատերի համար հույսի վերջին այդ կաթիլն էլ է կորում այդ Հակարեի կամրջի մոտ։ Դուք ինչ զգացողություններով եք հասել Հայաստան։ Մադ Արցախի հիշողությունը տան բանալիսը։ Իմ հետ բերել եմ, երեխուս փոքր նկարն եմ բերել։ Ընկել բումաժնիկ պարտման։ Երբ ճանապարհին, այսպես ձեզ որ ասեցին հավաքվեք, պետք է գնաք, ճանապարհը բացել են, բայց միայն Արցախից գնալու համար։ Ինչ էիք մտածում, արդյոք մտածում էիք, որ ինչպես 44 օրյայի ժամանակ էր, երբ դուք ժամանակավոր էիք լքում Արցախը։ Ունեիք այդպիսի զգացողություն։ Հա, ունեի այդպիսի զգացողություն, ասի այդ նորից երևի հետ կդառնանք Արցախ, բայց այդպես էլ չեղավ։ 44 օր պատերազմին մենք Հրազդան ենք մնում առաջնից եկանք Մեծավան, նոր արդեն հետ դառնանք մեր երկիր։ Հիմա այդ զգացողությունը չունեմ, կամացից հույս էլ կմարի։ 44 օրյա պատերազմից հետո մենք Արցախից 70% կորցրել էինք։ Այդ ժամանակ ինչ էր փոխվել Արցախում ու ինչ էր փոխվել արցախցիների մոտ։ Իրանք արդյոք նորից սպասում էին պատերազմին, թե իսկապես մտածում էիք, որ դա վերջին կռիվն է, որն ավարտվել է։ Սպասում էինք նորից, որ էլի կռիվ կեղներ։ Կռիվը երբեք չէր ավարտվել։ Եկինք տուն նորից ասեցինք կռիվ կեղնի։ Մեկ ասում է կռիվ չի եղնի, էլ պրծավ, կռիվ вообще չենք տեսնի։ Այդպես երեխեքը դասի էին այդ ժամանակ, որ կռիվը եղավ։ Բաժե վախենալով գնացինք երեխեքին բերեցինք դպրոցից։ Որ կռիվը եղավ, գնացինք դպրոց, այնտեղ պատվալ կար, մտանք պատվալի մեջ, այնք արդեն բեսպլոտնիկը շորտ ման կտարել, այնտեղ երեխեքի գլխին վախեցանք։ Զորով մեզ դեղից հանեցին։ Դպրոցից զորով հանեցին։ Ամսի քանիսին եք Հայաստան հասել։ Սեպտեմբերի 29-ին դուրս ենք եկել, չէ 27-ին կներես, 27-ին դուրս ենք եկել, 29-ին հասել ենք Ամասիա, բայց առաջերտին չենք եկել Ամասիա, Գորիս ենք գնացել, նոր 29-ին եկել Ամասիա։ Վերջին հանգրվանը Ամասիան էր, հա։ Այստեղ վարձով եք մնում, պետությունը գիտեք, որ տան ծրագիր ունի, տալու է սերտիֆիկատներ, բայց նաև պայման է դնում ձեր դիմաց, որ պետք է քաղաքացիություն ստանաք Հայաստանի, կարգավորել եք այդ հարցերը դուք։ Սաղ դոկումենտացիա սաղ դասավորել եմ, մնում որ նամ քաղաքացի։